սխալը արել ենք, ինձ չի թվում որևիցե մեկը երկրորդ անգամ մի սխալը կանի։ Կարակ վարչական տուգանք նշանակեք, ես էլ ինքս տաքսի քշող եմ, 4 տարի տաքսի եմ քշել։ Կարակ վարչական տուգանք նշանակեք, գնանք վճարենք, արյան անալիզ էլ կլսեք մեկ վարքյան խնդրում եմ էլի, արյան անալիզով կլինի կամ խոսքի մի տարի ժամկետով, ամեն անգամ մեզի թող կանգնացնեն խմացությունը ստուգեն, եթե երկրորդ անգամ մենք ցմաղ թող զրկեն։ Լավ, մենք սենց ենք անում, ուրեմն բան էլի ասեմ, խնդրում եմ էլի, ես իրավաբանների հարցնել եմ դրել, հիմա ես 350,000 դրամ չեմ ունեցել, որ իրավաբանորեն քննվի, մտնի դատարան 2 տարի սպասեմ, ու լիքը ժողովուրդ ունենք, որ 350,000 ինձ ասել, դրա փոխարեն կարանք մենք վճարենք, ֆիզիկական աշխատանք չեմ կարող տանել, միակ աշխատանքս է դա։ Պատահական բան։ Դուք վթարի եք ենթադրում։ Բայց այս սպինվոր սպորտից է, ես բաքսով եմ եղել տարիների ընթացքում, բայց իմացել եմ, որ խնդիր ունեմ, բոշկա ունեմ, մի բոշկանեմ, չեմ զբաղվում, ոչ մի ֆիզիկական աշխատանք չեմ կարող տանել։ Իմ երեխեքին տենց եմ ապրում։ Ժողովուրդ, մենք հիմա սենց պետք է անենք, ես հիմա ձեր հանդիպումից հետո էլի ներքին գործերի նախարարին պետք է ասեմ, ինչ տարբերակներ կան լուծման, բայց էլի եմ ասում, պատրաստ եղեք նաև այն տրամաբանության, որ վերջում կգամ, ասեմ ժողովուրդ ջան, չենք կարող լուծել այդ հարցը։ Զտվել տարբեր մարդիկ։ Հիմա երկրորդն էլ, ասենք օրինակ համաձայնեք, ես իմ Facebook-յան էջում, օրինակ, իմ Facebook-յան էջը ունի հետևորդների մեծ թիվ ունի։ Քվեարկության դնեմ, բայց եթե նախարարը ասի տարբերակ կա, մի րոպե քվեարկության դնեմ, ասեմ ժողովուրդ, վարորդները հիմա ուղիղ եթերում են, գիտեք, եթերից եք իմացել որ ստեղ։ Մեր հարգելի վարորդները եկել են սենց բան ասում, ովքեր են համաձայն այդ որոշումը կայացնենք, եւ այդ քվեարկության արդյունքում, եթե մեծամասնությունը դեմը լինի, չենք կայացնի, եթե կողմ որը մաքուր է, վթարի չի, դեղանող չի, սենց չի, շեշտեք, որ այդ Բա ոնց ենք հասկանալու, մարդը դեղանող է, թե դեղանող։ Երևում է, կամպյուտերով երևում է։ Անում եք ազգաններ, որ ստուգում են ցույց տալիս է Չէ, բայց հազար ներողություն, ձեզ որևէ բանում կասկածելու միտում չունեմ, բայց մեկը մի ամիս առաջ թմրանյութ օգտագործողը լինի այսօր անալիստա դա երևալու է։ Չներեք, բայց այդ ձևի մարդկանց մենք հորդորում ենք, որ մեր կողքը չանք։ Երևա մի ամիս առաջ օգտագործ Հա? Երևում է մի ամիս։ Հիմա պայմանավորում ենք սենց, հիմա ես չգիտեմ, իսկ ես նախ անկեղծ խոսել եմ, ասել եմ ինչ տարբերակ ունեն, ասել են էսա տարբերակ, ուրիշ տարբերակ մեր օրենսդրությամբ չկա։ Այսինքն, եթե նույնիսկ դա հնարավոր է լինի, լավ եղբայր արդեն պարզ այլին չենք նոր խոսակցում։ Բարոն Փաշինյաններեք 2018-ին 3 Ինչ եք ներել։ Բա մեզ ինչքան մարդ քննադատեց դրա համար ասեց խեք ներել։ Հիշում եք ինչքան մարդ քննադատեց, ասեց խեք ներել, բա այն պարտաճանաչ վճարողներ։ Ժողովուրդ, ես երեք հիշում եք ձեզ ասցի չէ, մի րոպե սպասել։ Մի րոպե սպաս։ Երեք ձեզ ասցի չէ, որ ասցի, ասա ում կյանքը դնեմ վտանգի տակ։ Ասեցի չէ։ Որովհետև ասում եմ չգիտեք, այ մենք բոլորս չգիտեմ, իմ ընտանիքի անդամի հետ կլինի, հազար ներողություն թե ձեզնից ոչ մեկս չեն կարա կանխատեսել։ Ոչ մեկը։ Ես էլ իմ դեպքն ասեցի չէ, որ հղի կինա, պարոն վարչապետ։ Հղի կինն Ես էլ եմ ասում, եթե նույնիսկ տեսական լուծում գտնվի, ես դա իմ էջում դնելու եմ քվեարկության, եթե մեծամասնությունը կասի, օքեյ, արեք, անենք, եթե ասի մի արեք չենք Ես վստահ եմ ու շեշտենք պարոն Համաձայն եք, բայց համաձայն եք վթարի Հա, օքեյ, կդնենք չենք կարա 5,000 կներեք ժողովուրդ 5,400-ի տերը մենք ձեզ հասկանում ենք այդ ձեր բերը Հələ մի րոպե հասկանանք Կարճ ասած եթերով կնայեք մի 3 օրից կգաք կասեմ ինչ եմ Մի բան ասեմ, էլ Փաշինյան ջան Եթերում ենք լնելու, հիմա այսինքն Երևան, մեկ էլ երբ ենք Երևանը լնելու մենք
Այսինքն Երևանում որ կլնենք մի 3 օր անցնի, կգաք էլի կխոսանք, ոնց որ հիմա։ Ես իմ պրավենա, մեր Դավիթին խավ, ես 44 օրվա Բայց չեն վերցնում։ Ես այդ եմ ասում, լսեք։ Դավիթին գիտեք խարվել որ մահացավ։ Որ խփեցին Դավիթին 17 տարեկան։ Որ Քրիստոս Դավիթը անցած մի տարի առաջ։ Այդ հարմոնուրի երկու բաժակ աղբորս է խմա եկա բռնին սրկին։ Եղբայր, Ես ձեր ուրիշ ազգանունը բան եմ ի՞նչ է։ ասում, Կակոյան Մուշը։ Պարոն Կակոյան, ախր խնդիրը նրա մասին չի է, որ ինչ հասկանում դեպքով է, եմ բայց էդի։ ալկոհոլ օգտագործած վարորդը Պրավես ինքը բամը վերցրել ինչ իմանան կգնա։ Կներեք, էլի պրավես վերցրել են, դատարանով ինձ թույլ է տվել 6 ամիս քշել։ Գնացել եմ Մռվույից վերցրել եմ այս պրավը։ Ու նորից ինձ կասեցրել են։ Հիմա նորից դադերի մեջ եմ։ Մեր խնդրանքն է հիմա Դուք բայց հասկանում եք, չէ՞ որ խոսքը մարդկանց կյանքի տեսեք, դուք բոլորի տաշկի առաջ հայել։ Այն որ մի տարի կար ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը ավելացավ, ամբողջ Հայաստանը մեզ անարգանքից Սյունիներ գամը, որ կառավարությունը չի զբաղվում այս հարցով։ Հիմա մենք 2 տարի ունենք, որ Փառք Աստծո ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը սեզ նվազում է, հետևական նվազում է։ Հասկանում եք, ամենայն հարգանքով էլի, բայց մարդու կյանքը չենք կարա մենք տենց բաներ, բայց էլի եմ ասում։ Հաջորդ անգամ որ Երևանում կլինեմ, էլի կգաք կխոսամ։ Հիմա ես հիշողություն ես 44 օրվա կրվից հետո սաղ պեչատներով այդ խոսում եմ մոռանում, ես չեմ կարա քնել։ Վաղը չէ մյուս օրը, բայց վաղը չէ, բայց մյուս օրը 2 օր չենք Երևանում։ Որ մի քիչ ժամանակ որ այդ մյուս օրը որ վարչական շրջանում, որտեղ վաղը չէ, մյուս օրը շուտ է։ Այսօր ինչ օր է։ Այսօր 3-շաբթի։ Ամսի 16-ին կենտրոնում ենք։ Ամսի կակրաս կենտրոնում ենք, հրապարակ կգանք։ Ամսի 16-ին կգանք խոսանք։ Մի 300 հոգու մոտ մենք մարդ ունենք, էլի կզետենք։ Որ ձեր համար էլ հեշտ լինի, մենք էլ այդ 5400-ին չենք կարող էլի գարանտիա տանք, պարոն վարչապետ։ Դնենք սկզբնական մի հատ 300 հոգու։ Այ 5400 չէ, շատ է։ Չէ, նկատի ունեմ դրեք Այդ 5400-ը կարտեմ 25 թվին։ Պարոն վարչապետ ջան, սկզբնական դնենք 300 հոգի, սա էլ ձեզ օգնելու համար է։ Նորմալ էլ եմ, սխալվել են մարդիկ իրենց սխալների վրա են։ Պարոն վարչապետ, սկզբնական 300 Պայմանավորվեցինք ամսի 16-ին կենտրոն վարչական շրջանում ալնելու։ Քարոզարշավը ուղիղ եթերում են կլնելու, կխոսանք։ Դե ասցի չեմ կարող։ Ես պարզա չէ, ես բան չեմ խոստանամ։ Ամս 16-ին կտենանք, կասեմ, ինչ տարբերակներ ունենք, ունենք թե չունենք։ Բայց գոնե սկզբնական տենց անենք, մի 300 հոգի, որտեղ այդքանի համար մենք ամեն օր զանգում Եղբայր, ձեր աշխատանքի պես բարդացել է մեր չեք լսում, մի րոպե սպասեք, էլի վայ։ Զանգում ենք, որ հավաքվենք, պարոն վարչապետ ջան, այդքան Մի րոպե չեք լսում ինչ եմ ասում։ Ասում եմ ամսի 16-ին կենտրոնում էլի սենց քարոզարշավի փողոց ուղ մենք եթեր հանուն կազմով Դուք ինչ կազմով ուզում եք, 2 հոգով եկեք, 5-10, քանի հոգով ուզում եք, կգանք այդ օրը կասեմ։ Բայց էլ եմ ասում, հանկարծ չստացվի, որ ես հիմա ձեզ խոստացա, որ սենց կանեմ կամ նենց կանեմ։ Ես ասացի մի հատ կվերադառնամ։ ոստիկանությունն էլ է մեզ շնորհակալ, մենք անգամ պարոն վարչապետ ջան։ Դա իրատեսական չի։ Եթե նույնիսկ որոշեմ, դա տենց արագ, որովհետև եթե նույնիսկ որոշենք, դա առանց օրենսդրական փոփոխության դա հնարավոր Գոնե չի։ այդ մի տարի լրացել է այդ քննության։ Այսինքն ուզենամ, հիմա ասեն շատ ուզենամ, դա առանց օրենսդրական փոփոխության հնարավոր չէ։ Խնդրանք է, դա մեր Այդ մարդը արդեն մի Պարզա չէ, ես հիմա ձեզ բան չեմ խոստանում, ասում եմ ամսի 16-ին եկեք ավելի պարզ կասեմ, ինչ տարբերակներ ունենք թե չունենք։ ունեք, հարց Դե եղբայր դե հիմա։ Լավ, եղավ։ լավ օր ձեզ։ Բարև։ Շնորհակալ Ես եմ ասում արկեվեք մեզ համար։ Շնորհակալ։ Շնորհակալ ենք անվճար դեղեր սպասարկելու։ Ես օգտվում եմ 13 շենգավի 13-ի Պատտվում եք։ Ընկեր Դուրգարյանն է։
Իրանից էլ ենք շնորհակալ, ձեզանից էլ ենք շնորհակալ, անվճար դեղորյակի համար, ստենդավորման համար, ապարատի համար։ Կոկի։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար, որ ձեզ ծաղկացրել ես Հայաստանը։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, այո։ Անչափ, խորաչափ։ Հիմա հաճույք եմ։ Բարև եղբայր, լավ ես։ Լավ։ Քարտեզ, բուկլետ, քարտեզ, բուկլետ։ Նկարվեցինք։ Հա, իհարկե։ Բուկլետ եւ քարտեզ, լավ է։ Կարելի է քարտեզ տալ։ Հա, իհարկե։ Լավ։ Շնորհակալություն ես ամեն ինչի համար։ Լավ է։ Այլեցի։ Հա, իհարկե։ Բարև ես։ Աստորնակը ձեր։ Մի հատ թխվածք էլ էլի, թխվածք։ Աման, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոչինչ, դուք ոնց եք։ Ոչինչ։ Դե դեպք կա պատահել Ինչ դեպք։ մաղջիկս դե գիտեք արդարադատության նախարարությունում էր աշխատում։ Չգիտեի։ Հալվեց ոտքերը։ Ո՞ր է չփարել։ Այդ դեպք պատահեց, բայց այդ երկար պատմեմ էլի ձեզ։ Չէ, երկար ժամանակ չունի։ Մի խոսքով ամպուտացրել են ինքը սալյակի վերածել։ Հիմա ես խնամում եմ, իրան ինքը թոշակ է ստանում, հնարավոր չէ որպես խնամակալ։ Հիմա բա մենք օգնականի ծառայություն ունենք եւ առաջիկայում ընդլայնելու ենք։ Այդ ինձ Մեր նախընտրական ծրագրում կետ կա, որ կարծեմ 200-ով լրացուցիչ օգնականի ծառայության նախընտրական այս Աշխատանքի եւ սոցիալական Չէ, քվոտան սպառված է ոնց որ այս QR կոդով մտեք մեր նախընտրական ծրագրում կետ կա կարծեմ 200 օգնականի հաստիկ ավելացնելու մասին Հիմա ինչքան գիտեմ սպառված է քվոտաները Իսկ ասենք որ եթե այդ օգնականը չկա ես եմ այդ ամեն ինչը Դե այդ եմ անում մենք կարգավորումը նախկինում նենց էր որ ընտանիքի անդամը չէր կարող անել այդ կարգավիճակը մենք կարգավորումը փոխեցինք որ ընտանիքի անդամն էլ կարողանա անել բայց հիմա քվոտաներ կան որոնք սպառվել են հետագայում մենք մի քիչ կավելացնենք Էս ալուծումը Հիմա ես ինչ անեմ զանգ Հիմա չէ հիմա այս պահին ոչ մի բան որովհետև պետքա որոշումներ կայացնենք ընթացքում են պատրաստվում են Ասենք մի ամիս, երկու ամիս ոնց իրատեսականը 4-5 ամիսն է իրատեսականը որովհետև այդ ընթացքը այսինքն Թորոսյանը ստեղ չէ Ես տենց մի քիչ զապասով եմ ասում որովհետև ես շատ վստահ չեմ էլի ժամկետներում բայց